Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանին հաջողվել է ոչ միայն պահպանել իր անկախությունը, այլև ավելի ամրապնդել այն, եւ այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ երկիրն ինքնիշխան է ինչպես երբեք, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա այս հայտարարությունն արել է կառավարության նիստում 1991 թվականի մարտի 31-ին Վրաստանում տեղի ունեցած համապետական հանրաքվեի կապակցությամբ, որում այն ժամանակվա խորհրդային Վրաստանի բնակիչները միաձայն քվեարկել են անկախության վերականգնման օգտին։ Անկախության մասին պետք է առանձնահատուկ հոգ տանենք ապագայում։ Անկախությունը պետք է մշտապես պաշտպանվի։ Այսօր պետք է հատկապես հիշել եւ հարգել այն մարդկանց հիշատակը, որոնք այս ընթացքում զոհաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը հանուն անկախության գաղափարի։ Վրաստանի անկախության վերականգնման հանրաքվեի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև երկրի նախագահը, նշելով, որ մարտի 31-ը Վրաստանի միասնության եւ ազգային արժանապատվության խորհրդանիշն է։ Այսօրը մեզ հիշեցնում է, որ պետական անկախությունը մեր նվաճած ամենաթանկ արժեքն է եւ դրա պաշտպանությունը յուրաքանչյուրիս ամենօրյա պարտականությունն է, նշել է Միխեիլ Կավելաշվիլին։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականով 2025 թվականի փետրվարին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ Վրաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 7.7%, իսկ հունվար-փետրվարի միջին ցուցանիշը 9.4%։ Զգալի աճ է գրանցվել տեղեկատվության եւ կապի, տրանսպորտի, էներգետիկայի եւ հանքարդյունաբերության ոլորտներում։ Նվազման միտում է նկատվել արդյունաբերության եւ շինարարության ոլորտներում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Կողմերը քննարկել են Թուրքիայի ու Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, նաև տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում կողմերը կշարունակեն ջանքեր գործադրել թուրք-իրանական հարաբերությունների հետագա զարգացման համար։ Զրույցի ավարտին Էրդողանը Փեզեշքյանին շնորհավորել է Ռամադանի առթիվ։ Թուրքիայում հակակառավարական բողոքի ակցիաները շարունակվում են։ Ստամբուլում անցկացված վերջին ցույցին մասնակցել է մոտ 2.2 միլիոն մարդ։ Ընդդիմադիրները հանդես են եկել նախագահի առաջիկա ընտրությունում Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու եւ արտահերթ ընտրություն անցկացնելու կոչով, որի համար նախաձեռնելու են ստորագրահավաք։ Ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցության հրավիրած հանրահավաքը, որին աջակցություն են հայտնել բազմաթիվ քաղաքական կուսակցություններ եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, տեղի է ունեցել Ստամբուլի Մալթեփե թաղամասում։ Ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ Իմամօղլուի առաջադրումը նախագահի պաշտոնում այն ճանապարհի սկիզբն է, որը կապահովի Թուրքիայում արդարության հաստատումը եւ այդ երկրի ինքնիշխանությունը։ Հակակառավարական բողոքի ակցիաներին մասնակցող ուսանողների կալանավորումներն ու ձերբակալությունները շարունակվում են։ Ծեծի, բերման ենթարկված եւ ձերբակալված ուսանողների ընտանիքները ստեղծել են այսպես կոչված ծնողների համերաշխության ցանց, կոչ անելով առանձին հանրահավաք անցկացնել հաջակցություն բերման ենթարկված ու ձերբակալված երիտասարդների։ Թուրքիան համակած հակակառավարական ցույցերի առիթով երկրի իշխանությունները փորձելով զսպել դրանք օգտագործել են տեխնոլոգիական բոլոր միջոցները, սկսած ինտերնետ հասանելիության սահմանափակումից մինչև ցուցարարների ինքնությունը պարզելու համար դեմքի ճանաչման համակարգի օգտագործումը, հայտնում է France Press-ը։ Պարբերականը գրում է, որ ցույցերի արգելքի պայմաններում մոտ 2000 մարդ է ձերբակալվել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանման դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Բացի փողոցներում բերման ենթարկվածներից շատերը ձերբակալվել են իրենց տներում առավոտյան իրականացված խոզարկությունների ժամանակ, երբ նրանց բացահայտել են ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից արված տեսանյութերում կամ լուսանկարներում։ Այժմ 13 թուրք լրագրողը ձերբակալված ցույցերը լուսաբանելու համար, այդ թվում France Press-ի լուսանկարիչ Յասին Ակգյուլը, որին մեղադրում են անօրինական հանրահավաքներին եւ երթերին մասնակցելու համար, հիմնվելով ոստիկանության լուսանկարների վրա։ France Press-ը նշում է, որ բազմաթիվ ցուցարարներ չնույնականացվելու համար գլուխներն ու դեմքերը ծածկում են գլխարկներով, դիմակներով եւ շարֆերով։ Ստամբուլում ոստիկանությունը հաջողակի շրջապատում է ցուցարարներին եւ հրամայում նրանց բացել իրենց դեմքերը նկարահանման համար, հրաժարվելով նրանց բաց թողնել, քանի դեռ նրանք չեն կատարել այդ պահանջը, ինչն անհանգստություն է առաջացնում բազմաթիվ երիտասարդների շրջանում։ Թուրքիայի հեռահաղորդակցության կարգավորող եւ տեսչական մարմինը տեղեկացրել է Թուրքիայում ռուսական Ռութուբ տեսահոսթինգի արգելափակման մասին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Լիբանանում, նշելով, որ դրանք վկայում են Իսրայելի միջազգային իրավունքի բացահայտ անտեսման եւ տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար նրա շարունակական սպառնալիքի մասին։
Ի պատասխան Իսրայելի արտգործնախարարությունը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սեփական քաղաքացիներին դաժանորեն ճնշելու եւ քաղաքական հակառակորդների զանգվածային ձերբակալություններ իրականացնելու համար։ Էրդողանի Թուրքիայում արդարադատություն, օրենք, ազատություն չկա, նշված է Իսրայելի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում կամ անկայունության տարածում Թուրքիայի ամբողջ հարավային սահմանի երկայնքով։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան անսահման համբերություն չունի այդ հարցում, նշելով, որ ակնկալում է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կինքնալուծարվի եւ ամբողջովին վայր կդնի զենքը առանց որևէ հետաձգման։ Իրանը հրաժարվել է ուղղակիորեն բանակցել Միացյալ Նահանգների հետ իր միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Սա Թեհրանի առաջին պաշտոնական պատասխանն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Փեզեշքյանը նշել է, որ Իրանը հնարավոր է համարում Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները։ Ինչպես նախկինում հայտարարել ենք, Իրանը երբեք չի փակել անուղղակի հաղորդակցության ուղիները։ Իրանը իր պատասխանում հաստատել է, որ չի խուսափում բանակցություններից։ ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների եւ պարտավորությունների բազմակի խախտումներն են, որ խոչընդոտներ են ստեղծում այս ճանապարհին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել է Իրանին ռմբակոծություններով եւ երկրորդային մաքսատուրքերով, եթե երկիրը համաձայնության չգա Միացյալ Նահանգների հետ երաշխավորելով, որ միջուկային զենք չի ստեղծի։ Եթե նրանք գործարք չկնքեն, կլինեն ռմբակոծություններ։ Դրանք կլինեն այնպիսի ռմբակոծություններ, ինչպիսիք նրանք նախկինում չեն տեսել։ ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտոնյաները բանակցություններ են վարում։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Միացյալ Նահանգներն ուժեղ հարված կստանա, եթե գործի համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի ռմբակոծելու սպառնալիքին, քանի դեռ Թեհրանը Վաշինգտոնի հետ նոր միջուկային համաձայնագիր ձեռք չբերի։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Իրանի զինված ուժերը նախապատրաստել են հրթիռներ, որոնք կարող են հարվածել Միացյալ Նահանգների հետ առնչություններ ունեցող օբյեկտների, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային նոր համաձայնագիրը չկնքելու դեպքում։ Այդ մասին հաղորդում է Թեհրան Թայմսը։ Ըստ պարբերականի մեկնարկի պատրաստ հրթիռները գտնվում են երկրի ամբողջ տարածքով մեկ տեղակայված ստորգետնյա օբյեկտներում եւ նախատեսված են ավիահարվածներին դիմակայելու համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար դերձովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հաստատել է Իրանի ռազմական հնարավորությունները, նախազգուշացրել սպառնալիքների մասին եւ մերժել հրթիռային զինանոցի վերաբերյալ ցանկացած բանակցություն, այս մասին տեղեկացրել է Մեհրը։ Բարձրաստիճան սպան խիստ հայտարարություններ է արել Իրանի պաշտպանական դիրքորոշման վերաբերյալ, ընդգծելով, որ Իրանի վրա ցանկացած հարձակում կարժանանա լուրջ պատասխանի։ Թանգսիրին կտրականապես մերժել է Իրանի հրթիռային զինանոցի կամ դիմադրության խմբերին աջակցելու շուրջ բանակցությունների ցանկացած հնարավորություն։ Նա վստահեցրել է, որ Իրանը ձգտում է խաղաղ հարաբերությունների իր հարևանների հետ, հավաստիացնելով, որ Թեհրանը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրների համար։ Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին եւ որպես մուսուլմաններ ոչ մի վտանգ չենք ներկայացնում հարևան երկրների համար։ Նշելով, որ Իրանը պատերազմ սկսելու մտադրություն չունի, Թանգսիրին ընդգծել է, որ Իրանի կամ նրա ժողովրդի շահերի դեմ ցանկացած հարձակում կարժանանա կոշտ պատասխանի։ Մենք հնարավորություն ունենք հարվածելու թշնամու բոլոր հենակետերին, որտեղ էլ որ դրանք լինեն։ Եթե մեզ վրա հարձակվեն, մենք պատասխան հարված կհասցնենք ցանկացած կետում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 29-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ Էրդողանը շնորհավորել է Ալիևին մահմեդականների Սուրբ Ռամադանի կապակցությամբ։ Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել եղբայրական Թուրքիային։ Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել եղբայրական եւ դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հեռանկարների շուրջ եւ մոտ ապագայում նոր հանդիպման հույս են հայտնել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքյանի հետ։ Պետությունների ղեկավարները շնորհավորանքներ են փոխանակել Ռամադան տոնի կապակցությամբ։ Կողմերը նաև գոհունակություն են հայտնել Ադրբեջանի եւ Իրանի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի կապակցությամբ, անդրադարձել միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։